Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին ընդունել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու գործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ ուղղություններով։ Վարչապետը եւ Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Իր հերթին Ֆիլիպ Իվանովիչը հայտնել է Չեռնոգորիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը։ Եվրոպական խորհրդարանի կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։ Բրյուսելում Արմենպրեսի թղթակցի փոխանցմամբ քննարկումը կացկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում։ Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվիեր Վարհելին։ Իրանը վերահաստատում է, որ երբեք եւ ոչ մի դեպքում չի ձգտի, չի արտադրի կամ չի փորձի միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասել է Իրանի ագնախարար Աբբաս Արաղչին անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին։ Դիվանագիտական շփումներն արդյունավետ են եղել անցյալում եւ կարող են արդյունավետ լինել նաեւ այսօր։ Այնուամենայնիվ բոլորի համար կարեւոր է հասկանալ, որ գոյություն չունի ռազմական լուծում, առավել եւս ռազմական տարբերակ։ Մերձավոր Արևելքում աղետալի ձախողումները, որոնք ԱՄՆ նախկին վարչակազմերին արժեցել են ավելի քան $7 տրիլիոն, խոսուն են, ասել է իրանցի դիվանագետը։